Շնորհակալություն ձեզ։ Իհարկե, մի քանի օրով գնացել է իմ հարազատ վայրը Վոլգոգրադ եւ Վոլգոգրադի, Վոլսկի կողքերի քաղաքների, գյուղերի, եկեղեցիներից այնտեղ իհարկե կա արդեն Վոլգոգրադում հայկական եկեղեցի 60 հոգի են արդեն կա եզդիական եկեղեցի իհարկե Վոլգոգրադի մեջը չի կողքի շրջանում մոռացա 80 հոգանոց եւ հայ հովիվ մեր Վարդգես եղբայրը, Ռազմիկ եղբայրը, եզդիների հովիվ, այնպես որ տեսնում եք ինչքան օրհնված է տարբեր երկրներում մեր ժողովուրդը եզդի եղբայրների քույրերի հետ միասին բավականին օրհնություն է իրենց եւ իրենք բոլորը ջերմ բարևներ են ուղարկել մեզ բոլորիս Աստված օրհնի հերախոսով խոսելուց կասեմ որ փոխանցեցին գիտեք եղբայրներ եւ քույրեր երբ որ մենք Սուրբ Գրքին նայում ենք տեսնում ենք ամեն մեկը իր գործն է անում եւ աշխարհում բժշկության մեջ էլ կա նեղ մասնագիտություն այսինքն առաջ օրինակ փիլիսոփաներ ամեն բան գիտեին եւ կոչվում են փիլիսոփաներ բայց հետո գիտությունը որ սկսեց զարգանալ արդեն առաջացավ նեղ մասնագիտություններ եւ մենք բոլորս էլ կարծես թե աշխատում ենք իհարկե ես նկատի ունեմ Տիրոջ գործի համար Տիրոջ գործի մեջ եկեղեցու մեջ եւ եղբայրները ես երևել եմ ասել մեծ գործ են կատարում նրանք ովքեր կոմունիստների ժամանակ եղել են հավատացյալ նրանք կիմանան Աստվածաշնչի Աստծո խոսքի գինը թե ինչ տառապանքով ինչ դժվարությամբ մարդը ձեռք էր բերում Աստծո խոսքը ճիշտ է գրաբար կար բայց ոչ մի բան չէինք հասկանում բայց աշխարհաբար Սուրբ Գիրք ճարել դա շատ դժվար էր կոմունիստների ժամանակ ավելի հեշտ էր զենք մտցնել պետություն քան մի հատ Սուրբ Գիրք այդքան դժվար էր ինչպես հիմա Չինաստանում մի հատ ասեղել որ պատվիրես կբերեն ինչ ուզես կբերեն բայց միայն Սուրբ Գիրք չեն բերում Սուրբ չնայած ինձ նվիրել են Աստվածաշունչ չինարենով բան չեմ հասկանում բայց այդպես նվիրել են բայց անհնարին այնտեղ այդպես էլ մեր մոտ էր անհնարին ես այդ օրինակը եմ ասել նորից կրկնում եմ այդ օրինակը Գիտեք, եղբայրներ եւ քույրեր, մի օր երիտասարդական հավաքույթ էր մեր երջանկահիշատակ Սերգեյ եղբայրը ասեց երիտասարդներ ինչ եք ուզում ասեք ով ինչ է ուզում դու ինչ ես ուզում Սուրբ Գիրք Սուրբ Գիրք չկար դու ինչ ես ուզում Սուրբ Գիրք դու ինչ ես ուզում բոլորը Սուրբ Գիրք բոլոր երիտասարդական հավաքույթը ուզում էին Սուրբ Գիրք ասեց արեք աղոթենք որ Աստված գրուզավիկով բեռնատար մեքենայով Սուրբ Գիրք ուղարկի բոլորը ծիծաղացին Սերգեյ եղբայրը միշտ ասում էր մտածում էին թե Սերգեյ եղբայրը մեծացել է խելքը թռել է ինչի մասին է խոսում Սուրբ Գիրք մի հատիկը հասկացանք երկուսը 10 հասկացանք բեռնատարով Սուրբ Գիրք եղբայրներ քույրեր երբ որ հիմագվա Զեյթունի եկեղեցին է մեր ասկանած եղբոր տունն էր այդտեղ երբ որ մեր պարուր եղբոր պապան Ջամբազյանը Հակոբ Ջամբազյանը բեռնատարով Սուրբ Գիրքը լցած տակը եւ վրան դեղորայք երկրաշարժին մցրեց Հայաստան եւ մենք լացելով դատարկում էինք լացելով հիշում էինք որ աղոթք ենք արել եւ Սերգեյ եղբայրը եւ ասեց աղոթենք
բեռնատարով Սուրբ Գիրք։ Մի քանի տարի առաջ Գեդեոնի այդ Սուրբ Գիրքը կես միլիոն մենք ստացանք, կես միլիոն, երկրորդ հարգին ովքեր հիշում են, 2 ֆուր դատարկեցինք եւ ամբողջ Հայաստանը բանակը հիվանդանոցները բոլոր կազմակերպությունները ասենց սկսին լեցնել Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը։ Ես մի օրինակ երևի եմ ասել առաջի պատերազմի ժամանակ, երբ որ այդպես հայերը, որը այստեղ էին եկել մեր Հայաստան, որը Ռուսաստան, վերջը Կրասնոդարի կողմերը փախած այդպես մեր հայերից եւ այդպես հանրակացարանում տեղավորվել էին եւ մի երիտասարդ, որ ինժեներ էր Բաքվում եղել, իր ծնողներին, կնոջը, երեխաներին սպանել էին Բաքվում։ Եվ այս տղան երիտասարդ, ես տեսել եմ իրան, 35 տարեկան կլներ այդ ժամանակ, ման էր, ուրեմն քնում էր, ըլնում էր, առավոտը ման էր գալիս, որ ադրբեջանցի ճարի եւ սպանի, այդպես չարությամբ, ահավոր չարությամբ լցվել էր։ Եվ իրեն մի տատիկ, որը հավատացյալ է լինում, տեսնում է իր վիճակը, ոչ խոսում է, ոչ սենց կորցրած իրան, ասում է բալես, ես հավատացյալ եմ, քո համար կաղոթեմ, բայց այս Սուրբ Գիրքը վերցրու, կկարդաս եւ կվերադարձնես։ Դու գիտեմ, որ ինժեներ ես, գրագետ տղա ես, ընդամենը կարդա, ուրիշ բան չեմ ասում քեզ։ Դե տղան վերցնում է, մի քանի օր բանի տեղ չի դնում, մտածելով, դե ինչ պետք է, գիրք է էլի, ինչ պետք է անի, ոչ մի բան իր սիրտը չի կարող փոխել։ Եվ մի օր ասում է, դե լավ, տատիկը ասել է, հավատացյալ է, մի հատ բացեմ, բացում սկսում է կարդալ, կամաց իր կյանքը փոխվում է, կամաց փոխվում է իր կյանքը, եւ դե ամիսը արդեն լրանում է, պետք է Սուրբ Գիրքը վերադարձնի, բայց ինքը այնքան է փոխված լինում, բայց ինքը ոչ թե մանա գալիս, որ ադրբեջանցի ճարի սպանի, այլ ադրբեջանցի ճարի վկայի, որ Աստված ինձ փոխել է։ Եվ բայց Սուրբ Գիրքը արդեն ամիսը անցել է, փախնում է տատի, որ տատին չհանդիպի։ Եվ մի օր դեմ դիմացը դուս է գալի տատին, էլ չկարեմ փախնի։ Ասում է, տատի ջան, կներես, ես Սուրբ Գիրքը ուշացրել եմ, բայց հեսա բերեմ տան բան, տատին ասում է, էդ ես դե զգում է, տատին միամիտ չի լինում, զգում է, որ եթե ուշացրել է, ուրեմ Սուրբ Գիրքը իր գործը արել է, Աստծո խոսքը իր սիրտը փոխել է, եւ ասում է, տատուն վերցնում է, որ ասում է, քեզ նվիրել եմ, այս տղան ասում է, աշխարհը ինձ էին տվել, ամբողջ աշխարհը ինձ էին տվել, ասում է, Սուրբ Գիրքը քեզ նվիրել եմ, տատուն վերցնում է ու թրջկոտում է, եւ ինքը ընդամենը 6 ամսով ապաշխարեցել, եկավ մեզ մոտ, ես իրան խոսք տվեցի, խոսեց, ոնց որ մի 20-30 տարվա հոգևոր լիներ, 6 ամսում այնպես հրաշքեր կատարվել, եւ ինչն էր փոխել Սուրբ Գիրքը, եւ այսօր մեր եղբայրները այս գործի վրա են, ես ուրախանում եմ իրանցով, Սուրբ Գրքի գինը մեր հիմակվա սերունդը այդքան չի իմանա, իսկ նրանք, ովքեր կոմունիստների ժամանակ ապրել են, նրանք անպայման կիմանան Սուրբ Գրքի գինը։ Այսքան ես ուզեցել առաջից ասել, իհարկե ես եղա երկու հողակավորման, երկու քույրերի, որոնք իմ հարազատներն էին եղել, քույր, որը վերաքույրիկը
երեխաներին, Հայաստանից գնացած հյուրերին, բոլոր իրանց տուն էին ընդունում։ Իրենք ամուսիններով, դե երեխեքը փոքր էին, երրորդ երեխեն ես ընդեղ էի, որ ծնվավ, ինչպես ասեցի, չէ, պատճառավոր էր, այդպես լացում էր, որ իմացել էին հիվանդ եմ ես։ Եվ ինքը այդպես ես անպայման չէի կարա չգնայի։ Մի եղբայր վկայեց, մյուս քույրիկը, Մաշինկա քույրիկը բանակում երբ որ եկել են ամենաակտիվն էր, երբ որ ես էլ արդեն խոսելու, իհարկե այնպես խոսելուց դալիճը լացում էին։ Ասում դու ասում ես բանակում, դու երեխա չունեիր, իմը իհարկե եպիսկոպոսն այնտեղ եղել է, Ալեքսանդր եղբայրը։ Ասում եմ, ես 5-րդ երեխան էր ծնվել։ Եվ այդ դժվարության, իրոք դժվարություն էր ինձ համար, ոչ մեկը չկար, ոչ մեկը, ուզբեկներ, մի քանի հայեր, այդպես ոչ մեկը, աղոթում էի, մտածում էի, և ինձ քանի որ ասել էին, այդ 2 տարին, որ դու պետք է, դա ավելանալու է, բայց իրանք չգիտեն, որ երկիրը բան կլինի, կոմունիստական կարգերը կընկնի և կփոխվի ամեն ինչ, նրանք մտածում, և մեր եղբայրները, եթե կյանքը նայում եք, սկզբից քիչ են տալի, բայց հետո ավել, այդպես 20-25 տարի մինչև մեր եղբայրներից նստել են։ Ուղղակի ասի, բայց պատկերացնում եք իրանք ովքեր են եղել, այս քույրերը ովքեր են եղել իմ համար։ Նրանք երիտասարդներով, դե ես 35 տարեկան էի այն ժամանակ, անցել է 40 տարի, 5 տարեկան, 6-7 տարեկան, որոնք արդեն 45-50 տարեկան, մոտենում էին Արոն եղբայր, մենք այդպես հիմա տես երեխա էինք, որ քեզ տեսնում էինք մեզ մոտ, և հիմա 40 տարի անցել է, և գիտեք, ես հենց այս մասին մի Աստծո խոսքով եմ ուզում ասել։ Սուրբ գրքում կարդում ենք մեզ շատ ծանոթ Հայտնության 13-րդ գլխի 14 խոսքը։ Այդտեղ կներեք, բանը 14-ի 13 հակառակ։ 14-րդ գլխի 13 խոսքը։ Ու երկնքի են ձայնը լսեցի, որ կսե գրե, այսուհետև երանելի են այն մեռելները, որոնք Տերոջմու կննջեն, այո կսե հոգին, որ իրենց աշխատությունն հանգչեցին ու իրենց գործերը իրենց հետևից կերթան։ Քույրերը այնպիսի գործ էին արել, նրանց գործերը, պատկերացրեք, ամուսիններով 2 սենյականոց էր բանը, հյուրասենյակ և ննջասենյակ։ Ննջասենյակը տվել էին անոյին երեխեքով, իրանք զալն էին քնում։ Գործ են արել։ Իրանց կյանքը դրել են և 2 քույրերը։ Իհարկե, այնպես, եթե հատուկ տոմսերը վերցնեի, այդպես դասավորը այդպես չէր ստանա, երևի չստացվեր, բայց երբ որ Տերն է դասավորում, իհարկե մյուս քույրիկը ծանր էր, Մաշինկան ես ուզում էի, որ գոնե իրան տեսնեի, այդպես ծանր, գոնե մի քանի բառ խոսեի, բայց երբ որ տոմսերը վեկալեցին գնալու համար, այդպես իմացա, որ նա էլ է մահացել։ Եվ այնտեղից ասում էին, եթե ուշանա հողակավորումը պետք է ստիված երկարացվի, հետադարձ։ Բայց պատկերացնում եք ինքնաթիռից այդ օրը ժամի 12-ին Վոլգոգրադ իջա, դե հակին հեռու է, մինչև հասցնեն և ձգել է մինչև հասնելուց է մի անգամից նեից հանին բեմ։ Ինձ համար շատ հարազատ են իրանք եղել։ Եվ հետ գալուց 3 հողակավորումը եղել է և հասրել են ուրեմն օդակայան, գիշերը հասել եմ Երևան։ Այնպես դասավորվեց, որ զարմանալի էր։ Գիտեք, քույրեր են, եղբայրներ չեն, սպասավորներ չեն, հովիվներ չեն, քույրեր են, բայց այդ քույրերի մասին այնպես էին ասում, թե ինչքան նվիրված են եղել եկեղեցում, որքան նվիրված են եղել եկեղեցում։ Եվ
Գիտեք, մի եղբայր այդպես բիզնեսի մեջ էր, վերջում մոտեցավ, այսպիսի խոսքեր ասեց։ Ինքը հետո իմացա, որ օթակայան էր բերում, Գրիշա եղբայրն ասեց, դու գիտես ինքն ով էր, ինքը 3 հատ ժողովարան է սարքել մեզ մոտ գյուղերում, մի հատ էլ լագեր է սարքել։ Եվ այնքան երջանիկ մարդ էր, ես չգիտեի ով է ինքը, ասեց եղբայր, ինչ որ իմ քարտի վրա գումարը կա, դա իմը չի, ինչ որ ես իմ երեխաների համար ծախսում եմ, իմը չի, ինչ որ ես իմ մեքենա, լավ, ճող, դրանք իմը չեն, իմը միայն ասում է, այն որ ես եկեղեցի ժողովարան եմ կառուցել, իմը ինչ որ արել եմ, Հիսուսի այրունով գնված ժողովրդի համար դա իմն է, դա իմ սեփականությունն է, դա Հավիտյանի իմն է։ Ինչ հրաշք է։ Ինչպիսին են մարդիկ, ինչպիսի մարդիկ կան երկրի վրա։ Եվ ես ուզում եմ մյուս համարը կարդալ, որ ժողովողի 5:15-ն էլ կարդալ, այստեղ սիրելիներ մենք շատ գեղեցիկ ձևով ժողովողի գրքում ասում է 5:15 շատ լավ է ասում այդ մասին ինչպես իր մոր որովայնեն ելավ այնպես մերկ պիտի դառնա ինչպես եկավ այնպես պիտի երթա ու իր աշխատությունեն բանը պիտի չառնի որ իրեն հետ տանի այս ալ գերցամն է որ ինչպես եկավ ճիշտ այնպես պիտի երթա բայց հայտնության մեջ ինչ կարդացինք երանելի է արչևում դրված է մեր քույրը մեր եղբոր Մարմինը մի կար ժամանակ հետո հողին պետք է հանձնվի, բայց ինքը երանելի է։ Ինչի է երանելի։ Որտեղ գնում է ինքը, հոգին գնում է իր գործերն էլ հետևից կարդացինք։ Այստեղ կարդում ենք ոչ մի բան չի տանում։ Ինչպես եկավ դատարկ, ծնվեց երեխան իր հետ ինչ է բերում, ոչ մի բան։ Ոչ մի բան։ Հələ մի կերպ բժիշկները բանանանով որ մի բան չլինի, հետո սկսում են կերակրել, հագցնել պայմաններ ստեղծել, ամեն ջան, թողեն կմեռնի։ Օգնում են, որ չմեռնի այդ մարդուն, ինքը ինչ պետք է հետը բերի։ Ոչ մի բան չի բերում։ Եվ գնացողը տեսնում ենք ոչ մի բան չի տանում։ Մեր աչքի երևույթով ոչ մի բան չի տանում, բայց տեսնում ենք, որ եղբոր ասածը, ինչ որ իմ քարտի վրա միլիոններ են, ինչ են դրանք իմը չեն։ Այդպես ծախսում է մեր հոկտեմբերանի բարերով ասած բարադի հետմա բայց իմնա երբ որ կառուցել եմ իմնա երբ որ այ մեքենաները տատիներին բերում են սիրելի երիտասարդ եղբայրներ շատ գոհ ենք ձեզանից մենք շատ գոհ ենք, տատիները շատ գոհ են, ձեր համար շատ են աղոթում։ Գնում ես, տատիկին թևը ընկնում, դնում ես մեքենան, բերում ես և տանում ես։ Այդա քոնն է, հիշի։ Քոնը չի, երբ որ դու քո ընտանիքով, պալյաժներ ու կներեք իհարկե, չգիտեմ, Աստված հեռու պահի այդ պալյաժ մալաժ։ Ուղղակի լավ ճոխ էդի քոնը չի լավ հագնվում է ես իմ ինչ ճոխություններ քոնը չի դա որն է քոնը այն որ տատիկին բերեցիր տարար դա քոնն է այն որ մի բան արեցիր Հիսուսի այրունով գնված եկեղեցու մեծությունը մենք պետք է միշտ հասկանանք Պողոս առաքյալն ասում է զգուշություն արեք ձեր անձին եւ հոտին որում վրա հոգին սուրբ ձեզ տեսուչ դրավ Աստծո եկեղեցին հովվելու որ իր այրունով ստացավ
Միշտ պետք է հիշենք, որ այդ տատիկը այրանքինն է Հիսուսի եւ դա քոնն է, որ դա անում ես։ Միշտ պետք է հիշենք, որ դու կերակուր ես պատրաստում։ Դա քոնն է դա։ Միշտ պետք է հիշենք, որ դու եկեղեցու համար որևէ բան անում ես։ Դա քոնն է, դա հավիտյան քոնն է։ Հավիտյան քոնն է։ Բայց այն որ իմս, դա քոնը չի։ Սերգեյ եղբայրը այսպիսի խոսք ուներ. Ինչքան ընտանիքների խառնաշփոթ վիճակների մեզի գնում ենք, ասում էր տուր իրան տուր, լավը թող իրան լինի, դա քոնն է, լավը թող իրան լինի, իմացի երկնքից Տերը նայում է եւ թող լավը իրանը լինի, տուր իրան, թույն ամենալավը տուր իրան, ոչ թե իմը, չէ, սիրելիներ, իհարկե, հավատքը առանց գործի մեռածա, աշխարհն էլ է ասում, հավատում եմ, մեռն եմ ասում, մի բան ասում, բավուն, թե վախից ասում, հավատում եմ, թե ինչից ասում, վերջը, հավատում եմ, հետո մեռած, դատարկ, հենց խոսում է, բայց գործը ուրիշ է, պատկերացնում եք, ես չէի կարա չգնայի քույրերի հողակավորմանը, սիրտս բան էր լինում, ոնց, որտև իրան գործ են արել, որտև իմ են ծանր պահերին իրանք արել են են, որ եղբայրը մարում պես չի անում, քույրերը, ընդամենը քույրեր արել են և ամբողջ դահլիճը լացում էր։ Գիտեք, եղբայրներ քույրեր, Աստված, որ մենք լավ հասկանանք երկինքը և ամբողջ լեռան քարոզում ենք, տեսնում ենք լրիվ տարբեր է երկնքինը երկրավորից, լրիվ տարբեր է հոգևորը մարմնավորից, մարդիկ պետք է զարմանան հոգևորի գործնեության վրա, մարդիկ պետք է ծաղրեն հոգևորին ասելով, ես չի հասկանում, ես ինչ անում, ինչի անում ես բանը, ինչի այդ հնարավորությունը ունի, բայց օգուտ չի անում, նրան երկրորդական է համարում, բայց այդ եղբորը ես իմացա, որ իշքան տալիս է այնքան օրհնվում է, իշքան ժողովարան է կառուցում, այնքան օրհնվում է իր կյանքը, իր գործերը և ամեն ինչ, և ինքը ուրախությամբ, դեպիս ես չէի ճանաչում, եկավ, ուզում եմ Հայաստան գալ, քո համարը տուր, ուզում եմ անպայման գալ, ես զարմացել եմ հայ ազգի, որտեղ հավաքվում են հայեր եզդիներ, ընդ եկեղեցի կա, և ես աշխատում եմ կառուցել, իս հրաշք ազգա, բայց չգիտի, որ մենք էլ մեր բացասական բաներն ունենք, աղոթում ենք, որ այդ բացասական բաները մեր ազգից վերանա, բայց ինչ անենք, ես է մեր ազգը, բայց դրսում իրոք պատկերացնում եք վայր, որտեղ հավաքվել են եզդիներ, եկեղեցի արդեն, որտեղ հայեր եկեղեցի, և մենք ուրախանում ենք, փառք Տիրոջը, հոգսեր կան, իրենք երկե երկուսի ամուսինն էլ շատ այդպես մեկին ուներ, ես ասում էի 9, բայց 9, մոռացել էի, դե 3 երեխա եմ ես տեսել, դու գիտեի 9, 11 երեխա, և գերեզմանոցում մի ժամից ավել այդ հավաքված այդ երեխաները մոր մարմինը կարծես չէին կարել պոկ գային, աղոթենք, որպեսզի մխիթարվեն, իհարկե մաշինկան երեխաներ չունի, դե Աստված այդպես է կամեցել,
բայց ունի մեծ բանակ քույրեր ու եղբայրներ աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ աշխատել է, ինչպես մեր քույր ունեինք երեխաներ չուներ, Աստղիկ քույրիկը, ես շատ եմ ասել իր մասին, բայց մեր երեխաներին, շատ բազմազավակ երեխաների չէին կարողանում պոկել, այնպիսի մեր լաց էին դրել, բայց ինքը երեխաներ չուներ, բայց այդ կա որ երեխաներ ունի, բայց այնպես էին լացում Աստղիկ քույրիկի գնալուց, երեխա չուներ, բայց արի տես ինչպես է եղել։ Աղոթենք այդ հոգսերի համար, աղոթենք ուրեմն